Մարիա Կարապետյան։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, իհարկե Իսրայելը ու Սինգապուրը երկրներ են, որոնք եւս խնդիրներ ունեն։ Մեր ընդդիմության խնդիրը այն է, որ նրանք ազգային հարցերում մեջբերում են մշտապես Իսրայելին, բայց խնդիր չեն տեսնում նրա մեջ, որ Հայաստանում եղել են եւ կան հոգեվորականներ, որոնք բազմազավակ են։ Տնտեսական հարցերում մեջբերում են Սինգապուրը, բայց իրենց երբ հնարավորություն են ընձեռվել կառավարել Հայաստանը, ստեղծել են բարերար օլիգարխներ։ Այդ խնդիրները նրանք չեն տեսնում, անընդմեջ խոստանում են այդ երևելի երկրների ծրագրերը, որոնք բնականաբար երկրներ են, որոնք իրենք էլ խնդիրներ ունեն։ Այսօր արդեն մի անգամ անդրադարձակ այդ բանաձևմանը, որ չկան մշտական թշնամիներ եւ բարեկամներ, այլ կան միջազգային հարաբերություններ։ Ուզում եմ ձեզ խնդրել, որպեսզի ձեր եւս մի միտք այստեղ մի քիչ ավելի բացեք, հետեւյալը մոտավոր եմ վերարտադրում, որ միջազգային հարաբերություններում երկրները միմյանց ուղերձներ տալիս են եւ ուղերձներ ստանում են եւ լինել ինքնիշխան միջազգային հարաբերություններում երկիր նշանակում է հենց սա եւ պետք չէ դիվոտել ամեն անգամ, երբ Բաքվից մեզ մի որևէ բան են ասում կամ Մոսկվայից մեզ մի որևէ բան են ասում, առավել եւս պահանջել, որ այ Բաքվից եկող ուղերձներին պատասխանենք արժանապատվորեն, թե արժանապատվությունը ինչ կապ ունի միջազգային հարաբերությունների հետ պարզ չէ, իսկ այն Մոսկվայից եկող ուղերձներին պատասխանենք համբերատար, լինենք ճկուն բանակցող եւ այլն։ Այս կուզեի մի փոքր ավելի ընդգծեք բոլոր երկրներին միջազգային հարաբերություններում համանման նրանց հետ վարվելու, նույն ձևով վարվելու առավելությունների մասին եւ ուղերձներ ստանալու եւ ուղերձներ տալու, այլ ոչ թե, ինչպես մեկ այլ առիթով ասել եք, քննարկման երրորդ րոպեից աթոռները հանել եւ միմյանց գլխին տալու ոճով։ Շնորհակալ եմ։ Գիտեք, միջազգային հարաբերությունները իմ ընկալմամբ հետեւյալ կարևոր նպատակ ունի՝ հասկանալ ուրիշներին եւ հասկանալի լինել ուրիշներին։ Այս մեծագույն խնդիրն է, օրինակ, որովհետեւ երբ որ այս ճանապարհով գնում ես, շատ հարցեր ինքնըստինքյան կամ լուծվում են, կամ էլ դրանց լուծման ուղիներ են ի հայտ գալիս այն պայմաններում, երբ թվում է թե անհնար է այդ հարցերի լուծումը։ Շատ բարձ լավ ինչ, որովհետև քաղաքական հայտարարությունների տակ թաքնված են մտահոգություններ, թաքնված են ընկալումներ, թաքնված են նախապաշարումներ, թաքնված են այո նաև ծրագրեր, գուցե ագրեսիվ ծրագրեր, պետք է հասկանալ դա, նաև դրա պատճառահետևանքային կապերը։ Եվ ի վերջո խաղաղություն հաստատվել է եւ կայունություն հաստատվել է այն բանից հետո, երբ որ մենք գնացել ենք այս ճանապարհով։ Իսկ ինչու են նրանք նման բան հայտարարում։ Կամ մենք ինչ պետք է անենք այդ հայտարարությունները կառավարելու համար։ Ինչ պետք է անենք ուրիշներին ավելի հասկանալի լինելու համար։ Ինչ պետք է անենք, որպեսզի ուրիշները մեզ ավելի լավ հասկանան։ Եվ դա է ճանապարհը։ Այո, ելի ասում եմ, մենք պետք է առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ չկան բարեկամներ եւ թշնամիներ, կամ միջազգային հարաբերություններ։ Եվ այդ միջազգային հարաբերություններում մենք պետք է բոլոր դեպքերում վարվենք նույն կերպ, փորձել հասկանալ դիմացինին եւ փորձել հասկանալի լինել դիմացինին։ Բայց կարևոր մարտահրավեր է, որպեսզի հասկանալի լինենք դիմացինին, նախ մենք ինքներս մեզ պետք է հասկանանք։ Մեր խնդիրն է նա, որ մենք ինքներս մեզ չենք ինքներս մեզ չենք հասկացել։ Ես 2020 թվականին տենց առաջ անգամ դրա մասին առիթ ունեցա խոսելու, նույն տեսեք այսօր էլ միջև մեկ քննարկում ենք անկախության հռչակագիր, վերամիավորում եւ այլ։ Մենք տենց էլ 2018-2020 թվականին դրությամբ մենք կողմնորոշված չենք եղել, լավ, մենք ինչ ենք ուզում։ Հիմա լավ վերջում մենք վերամիավորվում ենք, թե միավորվում ենք ուզում ենք ինչ լինի, արդյունքում ինչ մենք մեզ թվացել է, թե այսպես ասած ռազմավարական անորոշությունը շատ ուժեղ դիվանագիտական հնարք է, բայց մենք չենք հասկացել, որ մենք այդ ռազմավարական անորոշությունը ոնց որ թե մեզ համար ենք ստեղծել, որ ոչ մեկ գլխի չընկնի, թե մենք ինչ ենք ուզում։ Մենք այնց արել ենք, որ մենք էլ գլխի չընկնենք, թե մենք ինչ ենք ուզում։ Ու սա եղել է մեծագույն խնդիրը։ Եվ ես դրա համար անդրադարձա նորից այդ հայտարարությանը,
Որովհետև իրոք եղանակի տեսության մեջ կամ հարային ուղերձներում ներսում ուրիշ ուղերձներով հանդես գնալ բանակցային փաստաթղթերի վերջո հրապարակված են։ Տեսեք այդ դիսոնանսի հսկայական մակարդակը, որ լուրջ սպառնալիքներ է առաջացրել։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս խոսակցությունը հաստատապես կշարունակենք, բայց ես կուզեի արձագանքի հնարավորությունը օգտագործել կառավարության ծրագրի մեջ լրիվ այլ մի հարցի անդրադառնալու համար, երբ դուք ծրագիրը կառավարության նիստին ներկայացնում եք, խոսեցիք թվային դարաշրջանի առանձնահատկության, սոցիալական մեդիայի, առհասարակ տեխնոլոգիաների զարգացման եւ մեր հանրության, ինչպես եւ աշխարհի մնացած բոլոր հանրություններում սոցիալական հյուսվածքի փոփոխության մասին, մարդկանց շփվելու պրակտիկաների մասին եւ խոսեցիք, որ ծրագրում պետք է մենք այս հարցին անդրադառնանք, որպեսզի մարդիկ ունենան իրական կյանքում շփվելու ավելի ու ավելի շատ հնարավորություններ, կիսեցիք ձեր փորձը թե ինչպես եք նկատել, թե ինչպես է դա տեղի ունենում իրականում եւ որ կառավարությունը եւ կառավարող ուժը պետք է դա խթանի, որովհետեւ բնականաբար կա մարդկանց մեջ առավել մեծ կարիք թվային աշխարհից տեղափոխվել իրական աշխարհը եւ եթե նույնիսկ այդ կարիքը չկա, մենք պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրենք դրա վրա, որ իհարկե տեխնոլոգիաներ, բայց կա մարդկային ռեալ շփման անհրաժեշտությունը, որի համար մեր հանրությունը պետք է ունենա տարածքներ ու հնարավորություններ։ Կուզեի սրա մասին մի քիչ խոսել։ Այո, շատ կարևոր բան է, ես համոզված եմ, որ մեր սոցիալական կապերը եւ դա ընդ որում մեր լավագույն ազգային ավանդույթները ուժեղացնելու նպատակ ունի, մարդկային շփումները պետք է ուժեղացնենք եւ այո, դրա համար պետք է պետական բյուջեից միջոցներ ծախսենք, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք բաներից դուրս սոցիալական ցանցերից շփման հարթակները մեծանան։ Այսօր մենք ի վերջո գալու է մի պահ, որ ավելի բարձր արձանագրելու ենք մի խնդիր։ Այսօր երեխաները խոսելու ընդունակության հետ կապված ավելի ու ավելի նկատելի խնդիրներ են ունենում այն պատճառով, որ ամբողջ օրը հեռախոսների մեջ են։ Իսկ ով է ասել, որ շփման մեծահասակների կոմունիկացիան չի տուժում նրանից, որ ամբողջ օրը սոցիալական ցանցերում ենք։ Հա մենք չենք մոռանում խոսալ, բայց կարող է մենք մոռանում ենք շփվել։ Ոնց է մարդը նորմալ շփվում ուրիշ մարդու հետ։ Եվ սա լրջագույն խնդիրներ են, որոնց հետ մենք պետք է առնչվենք։